Բարև ձեզ, հայեր ջան։ Երեկ լայվ եմ արել, նրա մասին ով է Արտակ Սարգսյանը։ Շատ կոմենտներ են գրում, իհարկե իրանց ֆեյքերը բնական է, պիտի հարձակվեն, էդի տեխնոլոգիաներին քաչ տեղյակ եմ, որին պետքա մաման լացացնում եմ, որին հավես չեմ անում, միանգամից բլոկում եմ, ժողովուրդ ջան։ Ուրեմն ինձ գրում են, որ Մագդա ջան, հնարավոր է, որ Արտակ Սարգսյանը իրոք Նիկոլին հակաուժ է ներկայանում, դրա համար հիմա իրան դեմ ելել են մարդիկ, կարող է դրա համար, երկրորդը մարդիկ գրում են, որ ես այդքան էլ համոզիչ չեմ բացատրել, թե ով է Արտակ Սարգսյանը, որ Վարդան Հակոբյան ճիշտն է խոսում, ես հիմա կարող եմ պատահի շատերի համար շոկային վիճակ կլինի, ի շարունակություն թեմային ով է Արտակ Սարգսյանը, կանրադառնամ Փոստանջանին և Սեֆիլյանին և Վարդան Հակոբյանին, հայեր ջան։ Ուրեմն, իրար հետ քննարկենք, հայեր ջան։ Հիշեցնեմ, որ մենք հայ ենք, պետքա ոչ թե ամեն ասածը լսենք ու առանց վերլուծության ընդունենք որպես ճշմարտություն, ժողովուրդ ջան, նամանավանդ ազգային և ճակատագրական հարցի վերաբերյալ չի կարելի լսել առանց վերլուծություն անելու, թե ով ինչ է խոսում, ժողովուրդ ջան, հայեր ջան։ Մեր պապերն ասում էին, իշուն լսես, էջ դառնաս, հայեր մենք խելացի ազգ ենք, գիպնոզի տակից, պրոպագանդայի տակից շատ արագ ձևով պետքա դուրս գաք։ Առաջնահերթին հասկանանք ով է հայկը, ով է բելը, ընդհանրապես հայն ինչի կռիվ է տալիս։ Ուրեմն ինձ այսօր հասել է նրան, որ գրում են, գիտես ինչ, կարա մարդը բե լինի, բայց հայրենասեր լինի։ Ուրեմն հայ ազգը դա նամուսով մարդկանց, արժանապատիվ մարդկանց տեսակն է։ Ես ձեզ հիմա մի հատ լավ բացահայտություն կանեմ, հայեր ջան, չկա չարիք առանց բարիք։ Ուրեմն այն տասնյակ տարիներ, որ պրոպագանդա են անում, հայերը տղամարդիկ սպարտիվկով դուրս են ելնում, խորոված են ուտում, ես են անում, հայ աղջիկները բոզ են, պորտաբաց են, են, ալկաշ են, նարկաման են, ստրիպտիզոր շա են, բարիգա են, չգիտեմ ինչ եմ, փառք Աստված, բացահայտվեց, որ սա մենք չենք։ Ինչպես բոլոր ազգերի մեջ, բոլոր ազգերի կներեք ժողովուրդ ջան, ուրիշ ձև չկա ասելու, բոլոր ազգերի հետևից են, որ ցույց է տալիս, չէ, չափսն է երևի ցույց տալիս իրանց, ազգերի հետևից մտել են քիջվի նման, բոլոր ազգերի աղիքների մեջ միջից ուտում են, բոլոր ազգերը, պարզվեց այդ կեղտը, ոչ հայերն են, ոչ ռուսներն են, ոչ ուկրաինցիքն են, ոչ տաջիկներ են, ոչ չգիտեմ այնտեղ պալեստինցի են, դա իրանց կեղտն է, ջվուտների կեղտն է, ժողովուրդ ջան, մենք ոնց եղել ենք, Աստծով ստեղծված արժանապատիվ ազգ, և այտենց էլ կանք, ժողովուրդ ջան, ու այն,
որ դուք միամիտ ձևով հայեր բոլորին միամիտ ձևով հավատում եք, սա էլ է մեր պլյուսը հասկանում եք, այսինքն հայի ուղեղի մեջ ենքան չկա խապել, սպանել, թալանել, ապրել, որ մտքով էսքան էլ Մագդան ճղվում է, հայն հլը դեր ուշքի չի գալիս, որ սենց կարելի է բան անել։ Ճիշտ է, գոռում եմ, կռվում եմ, հայր ջան, այդ աստիճանի միամիտ լինելը դա արդեն հանցագործություն է քո հանդեպ, քո ազգի հանդեպ։ Չի կարելի, բայց այնքան մենք իրոք ստեղծագործ, աշխատասեր, միամիտ, չեմ ասում էշ միամիտ, որ մտքովым չի անցնի, ներ ծծվենք ուրիշների ազգերի մեջ, տների մեջ, խեղճ օգնություն խնդրելով, գանք մտնենք այդ տունը, այդ երգիրը ու տանանտամներին ուդենք, արունը խմենք իրանց եղածը, Ռամիլ Սաֆարով դառնանք, վայելենք։ Այո, ժողովուրդ ջան, ես մի լավ բացահայտություն արել եմ, որ այդ քակը իրանց քակն է, այդ որ տելևիզորով պրիմիտիվ կատակներ, պրիմիտիվ կլկլացող երաժշտություններ, կլկլացող երգիչներ, պարզվեց մենք չենք հայեր ջան։ Ոչինչ, կարևորը տանտերը կա, կարևորը թևերը քշտենք, կեղտից մաքրենք, կարևորը կեղտը մենք չենք, ժողովուրդը, կարևորը կեղտը մենք չենք, իրոք կներեք ժողովուրդը։ Արի մոտս դու արի մոտս, շո, կարևորը կեղտը մենք չենք, հայեր ջան։ Ճիշտ է, միամիտ ենք եղել, թողել ենք կեղտը լցվե և տարածվել է, բայց կեղտը կարելի է մաքրել։ Էլոք իմ տղա, վсё, էլի քու տեղը տավա, վсё, նստեմ։ Հիմա, հայեր ջան, խոսվում է, որ Արտակ Սարգսյանը կարգին արժանապատիվ վայելնի գեներալ լեյտենանտ, ես ուզում եմ հասկանալ, եթե մարդը, ընդունենք հայա, ուզում է դառնալ երկրի ղեկավար, պատասխանատվությունը ուզում վերցնել, ոչ թե 3 միլիոն հայի ճակատագրի համար, այլ 70-100 միլիոն հայի ճակատագրի համար, այո, երբ որ ես ասում եմ հայ, ես նկատի ունեմ ամեն մի հային աշխարհի ամեն մի ծերում գտնվող հայի մասին։ Եթե մարդը որոշել է պատասխանատվություն վերցնի հազարամյակ դարերով եկած ազգի ճակատագրի համար, ուրեմն ինք առնվազն պետք է լինի վերին աստիճանի պատասխանատու մարդ։ Ժողովուրդ, եթե գեներալ լեյտենանտը ոստիկանության, ոնց ինք կարա չհասկանա Արիանան ով է։ Եթե բոզի հետ գործ պիտի բռներ, չիմանալով, ընդունենք ինքը չգիտեր Արիանան պրոֆեսիոնալ բոզա, ընդունենք չգիտեր, բա եթե ինք որպես ոստիկան, գեներալ լեյտենանտ չի կայացել, ոնց է գալիս դառնա երկրի ղեկավար, մի հատ էլ բանն է գա բերում վարձկանների։ Հարց ժողովուրդ, հարց, մտածելու լիքը հարցեր։ Իսկ եթե ինքը գիտեր,
այս դեպքում, որ Արիանան պրոֆեսիոնալ բոզը, ինքը այս դեպքում ով է, որ ինքը բոզի հետ գործ է բռնել։ Մենք աշխարհը երգիրը բոզերից ենք մաքրում։ Ինքը բոզի հետ գործ է բռնում մեզ փրկելու համար։ Մեզ բոզերից է պետք փրկել, ժողովուրդ։ Հայկը ումն է սպանել։ Բելին, չարին։ Բոզությունը ինչ է, եթե ոչ չարիք։ Բա այսօրվա օր բոզերի բոզության արդյունքը բոզի տղեկների ձեռն ենք ընկել կրա։ Հիմա ժողովուրդ ջան, խոսում է մի րոպե արի մոտս դու, այսօր ինչի ես արկածների մեջ, սպաս։ Խոսում է, որ վարձկանները պիտի բերի տուրիստական ձևով։ Կարող է սևամորտները, որ եկել են, պիտի սարքեն ներքին բանակ օրինական Հայաստանում։ Ուրեմն Կենիայում արկելված է դրսի մարդ, նման պաշտոն զբաղվեցնի, գեներալ լեյտենանտ ներքին գործերի, սենց ասեմ։ Մի րոպե։ Դու ինչ ես ուզում այսօր, այ տղա ջան։ Հələ խելոք մնա։ Գեներալ լեյտենանտ ներքին գործերի, այսինքն իրան համար ինչ որ հարցեր ա լուծվել, ժողովուրդ ջան։ Հարցեր ա լուծվել, որ ինքը դարձել է Կենիայում գեներալ լեյտենանտ։ Եթե մենք արդեն բոլորս գիտենք, բոլոր երկրների ղեկավարները, քաղաքական դաշտը, իշխող եւ օպոզիցիան թաքնված ջհուդներ են։ Եթե Կենիայի թագավորի աղջիկը Իրանից երեխա ունի, այսինքն Կենիայի թագավորի թորնիկը ջհուդիկը, որի պապան Արտակ Սարգսյանն է։ Կարող է որ Facebook-ում լիքը թագավորներ, բաներ, դուք ինչից եք խաբար։ Բա մեզի լիքը բան են, կերպարներ են ստեղծել, որ եթե հայերը ելնեն ոտի ու հայոց թագավորություն ուզենան վերակայնացնեն, բա լիքը բաներ ունեն իրանք, պատրաստի պրոյեկտներ։ Իմիջայլոց ինձ գրել էին հայերը մեր, որ մենք Արտակ Սարգսյանին հավատում ենք, ինքը Անդրանիկի զինակիցի թորնա, ժողովուրդ դուք այդ փաստերն ունեք, որ ինքը Անդրանիկի զինակիցի թորնա։ Դուք գիտեք Ջհուդ Լիավիցյանն ասում է, որ ինքը Հովանես Թումանյանի թորնա կամ ծորնա։ Կարինե Գևորգյան Ջհուդ, քորի աջ ձեռը, Լևոն Տեր-Պետրոսյանի աջ ձեռը Մոսկվայից, որ իբր թե հայ պոլիտոլոգ է, վիդեոն տարածել են, որ ասում է ադրբեջանцы это основатели русской и иранской цивилизации։ Էդ էլ ասում է, որ ինքը հին թագավորական հայկական տոհմերից է, ու այդ ղզողլանն ասում է, որ ինք Պարսկաստանում ամենագեղեցիկ հայուհին է։ Բոլորին էլ են մի թագավորական հին տոհմերի բիոգրաֆիա են ստեղծել, ժողովուրդ ջան, հայեր ջան։ Մենք մի տարի առաջ Facebook-ում մեկի հետ տվինք իրար, գյումրեցի երաժիշտը։ Այս սևամորտները, որ եկան, սկսեց գրել, որ սա Հայաստանի համար պատիվ է, գալիս են ինդուսները, հին ցիվիլիզացիայի ներկայացուցիչներ են եւ այլ, որ տվեցինք իրար, ինձի գրեց, դու գիտես ես ով եմ, Անդրանիկի զինվորի թորն եմ։ Հայերովս բացահայտեցինք Անդրանիկի զինվորի թորը, Facebook-ում կա Մասոնի Սանկտ Պետերբուրգը խումբ,
մի հատ էլ արմինիստ խումբ։ Այդ խումբը մասոն է Սանկտ Պետերբուրգը 2012 թվին բացել է հենց ինքը։ Ու ինչ կան մենձեր կան հայեր, ներկայացնում է իրանց որպես մասոն։ Այսինքն ներկայացնում են, որ ինչ լավ բան կա, սա մասոն է։ Հասկացաք, ոնց են իրանք իրանց սարկում են հին հայկական պատմություն ունեցող արժանապատիվ տոհմերից, ֆիդայինների թոռներ են, թակավորների ծոռներ են, չգիտեմ, այնտեղ մեր գրողների թոռներն են, այնց որ միամիտ մի եղեք հայեր ջան։ Սա Արտակ Սարգսյանի Անդրանիկ Փաշու զինակիցի թոռի ընկեր լինելն է։ Հիմա ուրեմն ժողովուրդ ջան, այսինքն Արտակ Սարգսյանի թուլեն ջվուտ Կենիայի թակավորի թոռը, բա որ հանգարց վաղը մեզ սարկեմ, որ Կենիայի թակավորությունը վերակայնացնում է հայոց թակավորությունը, ով է թակավորը լինելու։ Մտածել եք Արտակ Սարգսյանի Կենիայի թակավորի թուլեն։ Դա եք ուզում։ Հետո ինձի մեկը գրել է հայ տղամարդկանց կառուցվածքն է, բա ինչ է, ուսերը նեղ, փորները մենց Իսոս Քրիստոս։ Հիմա անցնենք այսօր Արիաննան ելույթ է ունեցել, ժողովուրդ ջան, ուշադիր լսում ենք Արիաննայի ելույթը։ Նախ մի հատ հասկանանք, երեք ձեզ նկարները կրկնակի եմ ցույց տվել, ինձ մարդիկ հարցեր են տալիս, թե որտեղից գիտես բոլորի մասին։ Եթե դուք անտարբեր չլինեք հայոց պատմության, հայոց ճակատագրին, ուրեմն հարց կտաք ինքդ ձեզ ով կա ով և ինչ է կատարվում, և ոչ թե սիրիալներ կնստեք կնայեք հայեր ջան, այլ կնստեք կզբաղվեք ով կա ով, փառք Աստծու չկա չարիք առանց բարիք, կարողը դրա մեջն էլ խորհուրդ կար, որ Աստվածը թողեց Հայաստանը փոքրացավ, որ սաղ իրար ճանաչեն, որ մենք հասկանանք սատանիստներ են։ Հաստատ մենց երկրում մենք չենք իմանա ով կա ով։ Քանի որ երկիրը փոքր է, սաղ իրար ճանաչում են, հերս մի հատ խոսք ուներ մեր պապենական, ասում էր ակիստը բունը փոխի, որ լխո չփոխի։ Ակիս նոր որ փոխը, բուն լխո չփոխ, ակիս նոր բուն փոխը, որ լխո չփոխը։ Այսինքն ակիստի հոդը ուրելը որ ինքը գնա փախնի, իրան որի հոդը հետնա լինելու։ Այսինքն ուրել Արիանան գնա, ոստիկանական ֆորմա հագնի, չգիտեմ իրան ինչ իմիջ ստեղծեն, բոլորս արդեն գիտենք, որ Արիանան պրոֆեսիոնալ բոզ է, մայրական իրավունքներից զրկված, ասեմ կինա, կին չի արդեն։ Ոչ մի նորմալ կին, Նիկոլե ասածներից է։ Այսօր ինձ գրեցին, որ թուրք Փաշաևն իրան գրկի մեջ գրել է, եթե կինը հանուն երեխուն պահելու համար վաճառում է իրան մարմինը, դառնում է մարմնավաճառ, ուրեմն ինքը սուրբ։ Հասկացաք հայեր ջան, մեզ ուր են տանում հասցնում, որ բոզերին սրբացնում են։ Արիանան էլ երևի Արտակ Սարգսյանի համար, ըստ Նիկոլի գաղափարախոսության, սուրբ կին է։ Էն իբր թե մտավորականն էլ ասում է կինը կամ լինում է մայր, կամ լինում է ուժեղ։ Այսինքն ով որ մայր է, ինքը թուլամորթ ինչ որ ոչնչություն է, Արիանան մայր չի, դրա համար է զրկվել մայրական իրավունքներից, դարձել է հզոր կին, մեզ է պաշտպանում։ Ըստ իրանց գաղափարի։ Հիմա
Ես ուզում եմ հասկանալ, ոստիկանի ֆորմեն, դարձելա դիզայն, պագոններ, բաներ, որ Արիաննա Հովսեփյանը կարա հագնի ոստիկանական ֆորմա, էսա, ոյ, մի րոպե ժողովուրդ ջան։ Էսա, ոստիկանական ֆորմա, ուսադիրներն էլ, նայեք, պագոններն էլ, մեջքին, նայեք, ահա, ժողովուրդ ջան։ Իմացեք, որ ԱԱԾ-ն, ոստիկանություն, ունի իրանց դրսի համար ագենտի, են որ հայկական դրոշակ քաշում են գլխին ելնում են ցույցերի, և ունեն ագենտուրնի ցանց, որոնք նստած են պոստեր են գրում, կոմենտներ են գրում, քֆուրներ են գրում, պոստեր ինֆորմացիան են տարածում, ահա, և կան այսենց ագենտի վլիանիը, որոնց ստատուսն ավելի բարձր է, իբր թե կորեսպոնդենտ են, պոլիտոլոգ են, անալիտիկ են, բլոգեր են, հասկացաք ժողովուրդ ջան, այս ֆորմայով, նայեք, ահա, հիմա այս ֆորմայով վիդեոն չխկցնում եմ, տեսնենք էսի ինչով աստեղ զբաղվում, այս վիդեոյի մեջ, սեղմել եմ ժողովուրդ ջան, հեսա համբերենք, Это видео нельзя воспроизводить фон. Փակեցին, ես մի քիչ առաջ դրել էի էջիս, ժողովուրդ ջան, դրել էի էջիս, մեկ էլ գրեցին недоступно. Ինֆորմացիան հասցրեցին, երևի վիդեոն փակեցին, որը բաց երկում էր բեմի վրա, այս են շորտիկներով, մի րոպե նորից փորձեմ, 24 թվի վիդեո է եղել, ժողովուրդ ջան, փակեցին երևի, հեսա փորձենք տեսնենք հասկանանք։ Ինչ է բերում։ Կարծես պիտի բերի։ Ժամանակը հետամ ու քեզ պինդ փաթաթվեմ Ժամանակը թանկ թվում էր ժամանակ Նկարն ինչի չի բերում։ Ժամանակը թանկ թվում էր ժամանակ Ժամերով իրար սիրում էինք մի ժամանակ Ժամերն եմ հաշվում, որ հիշել քեզ դադարեմ Մի րոպե փորձեմ նորից միացնեմ ժողովուրդ ջան։ Լավ, մի քիչ հետո փորձեմ։ Վիդեոն հիմա ցույց չի տալիս, երաժշտությունն է, իրան ռաբիզի երգն է ցույց տալիս։ Նկարը ցույց չի տալիս։ Այսքան շորտիկով 24 թվին հայ ազգը եղերն ապրում, ինքը լուրջ կորեսպոնդենտ է, ժողովուրդ ջան։ Так, հիմա անցնենք առաջ։ Այսօր խոսացել է։ Այսօր Արիաննա Հովսեփյանը խոսացել է, հələ տեսնենք էսի կբացի։ Բացեց։ Ես ուզում եմ հասկանալ մեր հայոց հարցը կոմբինացիայով, սենց կուրտքով, հա, այսենց, այս
Մենք հասել ենք նրան, հայեր ջան, Տիգրան թագավորի զավակները, Հայկի զավակները, Անդրանիկ զինվորի զավակները, Նժդեի զավակները, իրանց պահած Հայաստանը, հայազգը, այսա պիտի մեր ճակատագիրը լուծի, սրանա դիմել Արտակ Հովսիպյանը, ժողովուրդ ջան, Արտակ Սարգսյանը, գեներալ լեյտենանտ, դիմելա սրան, որ իրան դարձնի ճանաչելի, ինձ հետաքրքիր է, եթե ինքը Արտակ Սարգսյանը Կենիայում զբաղեցնում է նման ստատուս, գեներալ լեյտենանտ ոստիկանության, ուրեմն ինքը այնտեղի քաղաքացիություն ունի, ես ուզում եմ հասկանամ, այնտեղի քաղաքացին ոնց կարաստեղ երկրի ղեկավարի տեխնացություն դնի, ոնց որ տաշիրն ա դրե, այն տաշիրի թուլեն, որ ունի պարզվեց Ռուսաստանի քաղաքացիություն, պատգամավորի ինչ-որ տեխնացություն ա դրել, ձեռ եք առնում վաբշե, սարկել եք շուկա էս երգիրը, հիմա անցնենք սրա խոսալուն ժողովուրդ ջան, Բարի երեկո բոլորիդ, հուսով եմ բոլորդ լավ եք, անկեղծ եմ ասում, այն տեսակ ստացվեց, որ իրականում ցանկություն առաջացավ, որպեսզի ես խոսեմ, այսինքն այդ ցանկությունը իմ մեջ առաջացրեցին, նախ ամենաառաջինը ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել իմ բազմահազարանոց հետևորդներին, որ այսքան տարիների ընթացքում դուք ինձ հավատացել եք և վստահել եք։ Շատ ու շատերիդ կողմից զգացել եմ մեծ սեր իմ նկատմամբ, մեծ հարգանք, որի համար ես շնորհակալ եմ։ Նույնը ես ստացել եմ բոլորիդ նկատմամբ։ Իհարկե, վերջին ժամանակներում մի քիչ ագրեսիվ կոմենտներին եմ պատասխանում, որովհետև մենք այն տեսակ ժամանակահատվածում ենք ապրում, որ какой привет, такой ответ։ Հաստատ ինքնասիրությանս կպնողին ես կոչնչացնեմ բառի բուն իմաստով։ Դա ուզում է կենդանի մարդ լինի, դա ուզում է ֆեյք լինի, հավատացեք, ես թքած ունեմ։ Շատ կարևոր է այս ամենը լինելու, որովհետև այս մի քանի օրերի ընթացքում սենց SMS-ների տեղատարապ, նաև նկատում եմ կոմենտներում, որ դուք բացատրություն եք պահանջում ինձանից, իհարկե ես պարտավոր եմ այդ բացատրությունը ձեզ տալ, որովհետև 18 թվականից, ինչի 18 թվականից նախկինների օրոք առ այսօր ես պայքարում եմ իմ հողի համար։ Իհարկե նախկինների օրոք իր շնորհիվ իրենց Արցախը կար, բայց այս պիղծ դավաճանների օրոք Արցախը չկա, դրանք տարբեր են։ Եվ նախկինների օրոք եմ պայքար ճապոնական գեյշայի տեսքով պրիչոսկով, Էլնումը ասում է, որ նրանց օրով Արցախը կար, սրանց օրով Արցախը չկա, դա տարբեր բաներ են, որ ինքը իբր տենկան պատասխանատու է, որ ինքը ելելա իրան հետևորդներին աչոտ է տալիս։ Լսեցիք, չէ, որ իրան շատ հավատացել են, դալշը գնացինք։ տարել արդար և այս ներկա պիղծ դավաճան թուրք իշխանության օրոք եմ ես իմ պայքարը տանում։ Որևիցե կուսակցական չեմ եղել, որևիցե ոչ Նիկոլ եմ սատարել, ոչ նախկին եմ սատարել, եթե նախկինների մասին խոսել եմ, լավ է, ապա ինչի համար եմ խոսել, բացատրել եմ ձեզ և լավը և վատը։
բայց ոչ մեկի կողմնակից չեմ եղել։ Ես կյանքում արեցի մեկ սխալ։ Գիտեք ոնց, ես իմ սխալի համար երբեք ես չեմ ամաչում։ Կա այս տեսակ մի խոսք։ Ինչի կամանչեմ, որ մի ամբողջ ազգ են տանում հետևից, խոսք են իրանց իրավունք վերապահում ասում են, որ իրանց սխալների համար չեն ամանչում։ Գիտեք, Նիկոլեն սաղ բերե իշխանության, երկրորդ օրը բերելուց հետո ուսերին, որ դրեցին ստատուս երկրի վարչապետ, սաղ դարձան Հականիկոլ, ասեցին սխալվել ենք։ Հլա մի հատ պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր որ իրանց իրավունք կա վերապահել, ժողովուրդ տանեն իրանց հետևից, եւ սենց կայնում են, ասում են սխալվել են, դոդը սխալվել է, պալիտոլոգները սխալվել են, տաշիրը սխալվել է 21 թվին, սաղ սխալվել են, այսինքն գնում են խիրուրգին փող են վճարում, հա, մի օրգանի տեղ մյուս օրգանը հանում, ու ասում է գները սխալվել է, մի օրգանի բուժելու տեղ մյուս օրգանը դնում հանում, ասում է սխալվել է, այսինքն սաղ փող են ստանում, պադավատներ ունեն, ախրանա ունեն, դիպուտատ են, չգիտեմ ինչ են, քաղաքականությունով են սաղ զբաղվում, կորեսպոնդենտ են, են, ու սաղ սխալվում է, բա այդ փողերը, պրոֆեսիոնալիզմը, բանը, ինչի համար էր սաղ, բա ինչի մենք որ քիտում կողում ենք այդ դաշն, ասում են, հեյ, հոպ, ստոպ, դու ով ես վաբշե, վադնում են, որ մտնում ենք քաղաքական դաշտը, մի հատ տեսնենք ով կա ով, շարունակենք հայեր ջան, սխալվել են ընդամենը և չեն ամանչում։ Իմ արածների համար երբեք ես չեմ փոշմանում, ես իմ չարածների համար եմ փոշմանում, իմ կյանքի կտոր հետևորդներ ջան, ես այդպես եմ ապրում, ես հաշվետու եմ մենակ ինձ և ինչը որ քաղաքականությանն է վերաբերվում, որ ես ձեր համար բարձրաձայնում եմ, նաև հաշվետու եմ ձեզ, դրա համար ես հարգեցի ձեր գրած կոմենտները, որ պահանջում եք ինձանից և SMS-ներով եք գրել, որ ինչի եմ ես դադարեցրել իմ համագործակցությունը Քոչարի կուսակցության հետ։ Արտակ Ասում է, որ ես ձեր համար եմ բարձրաձայնում, ինքը չի տեսնում իրան բոլորի մեջ, ժողովուրդ ջան, այսինքն իրան համար պայքար չկա, ձեր համար եմ անում, Մագդան ասում է, որ ժողովուրդ ջան, ես մենակով այս հարցը չեմ կարա լուծեմ, եթե մենակի հարց լիներ, աշխարհում էլ ջհուդ չէր լինի, ես ասում եմ, ես ձեր նման եմ, ես ձեզնից մեկն եմ, սովորական հայ եմ, մենք իշխանության մեջ, քաղաքական դաշտի մեջ, տեր ու տիրական չունենք, սաղ թշնամիներն են, մենք պիտի ելնենք միասին, ուսուսի տված, մեր ճակատագրի հարցը լուծենք, ասում է ձեր համար եմ անում, ինքը իրան ձեր մեջ չի տեսնում, ում հետևից եք դուք ընկած հայեր, ում հետևից եք դուք ընդհանրապես ընկնում, Սարգսյանի հետ։ Ուզում եմ ձեզ ասել, Արտակ Սարգսյանի հետ բավականին տևական ժամանակ է, որ համագործակցությունը ես կտրուկ միանգամից բաց եմ թողել, վերջացրել եմ, և ես իրենց դա ասել եմ։ Ինչի, հիմա ես ձեզ կասեմ, ինձ ստիպեցին խոսել, ոմն մի Սյուզի, Ռոզի, ինչ մի սուչ կա, կարա մտնի իմ էջ, ինձ անբարո բաներ գրի,
Արտակ Սարգսյան չէ, ուզումա Նիկոլ լինի, ով ուզումա լինի, այս կկտցնեմ գլխներին կանցնեմ առաջ։ Երբևիցե ես չէի ուզում խոսել եւ ճակերտներ բացել, որովհետեւ դեմ ընտրություններ, ասեցի մարդիկ չասեն, Արիանան էս ինչ եղավ, չնայած էլի եմ ասում, ես իմ արածների համար երբեք չեմ փոշմանում, ես իմ չարասների համար եմ փոշմանում։ Ուրեմն, հիմա ուզում եմ, լսեն, չնայած բոլորին հեռացրել եմ իմ Facebook-յան էջից, որովհետև ստախոսները տեղ չունեն իմ էջում։ Քոչարի կուսակցությունը բացվել է այս աղջկա շնորհիվ։ Ուղիղ տարի ու կես չէին կարողանում կուսակցությունը բացեին։ Ասում էին Ուշադիր լսեք, ժողովուրդ ջան, ուշադիր լսեք։ փաստաբանն է վաճառվել, իրականում եղել է, ես փաստաբանին տեսել եմ, ոչ մի հարց չէին կարողանում լուծեին։ Իդեպ ասեմ ձեզ, որ իրենք չերեզով են ինձ գտել, հենց Արտակ Սարգսյանը, երբ որ տնային կալանքի մեջ էր ինքը նստած։ Իմ հետ խոսեցին, ասեցին, որ ես իրենց չեմ ճանաչել, որ դու արդար աղջիկ ես, մաքուր աղջիկ ես, հայրենասեր աղջիկ ես, մենք ուզում ենք, որ դու ինչ ճանաչելիություն բերես։ Ես սկսեցի հետաքրքրվել, նո բացում եմ YouTube-յան կանալները, Arthur Brothers հավաքում եմ, բոլորս տեղյակ ենք ինչ վատ բաներ ա գրված, ես դրան էական նշանակություն չեմ տվել, երևի թե կհիշ Իրան չճանաչելով, բայց մտել է հետաքրքրվի, մարդուց գրվում է, որ կռուպնի նարկոդիլերը, ինքը էական, ակցենտ չի տվել դրան, բայց ձեզ ժողովուրդ ջան, պրապագանդա է երև, որովհետև իրան ասել են, դու լավ աղջիկ ես, դու ուժեղ հայրենասեր ես, դուք գիտեք իրոք Արտակ Սարգսյանը կալանքի տակ է եղել ժողովուրդ ջան, դա հերթական բեմադրություն է հերոսացնելու, էս էլ հիմա որ խոսում է, որ ինքնա, փաստաբանը, չգիտեմ ինչա, գնացել է ոչ մի հայի պետրեգիստրում, դոստուպ չեն տալիս, կուսակցություն ձևակերպի, ժողովուրդ ջան, լսեք դալշը։ Որ ասում էին իրենք նարկոբարոններ են, ես էլ ծիծաղելով ասում եի, եթե իրենք նարկոբարոն են, ուրեմն ես էլ նարկոբարոնուհի եմ։ Ճիշտ է, ես ոչ մի բան ոչ հերքում եմ, ոչ մի բան, բայց ստիպեցին ինձ խոսել, ստիպեցին։ Քոչարի կուսակցությունը իմ շնորհիվ է բացվել, իմ։ Ես եմ իր հետ, Արտակ Սարգսյանի հետ, իրենք են ինձ խնդրել, գնացել եմ պետրեգիստր, իմ դեմքն են տեսել, խոսել եմ, որ ես ինչ հաշիվներ ա, իմ վախից եմ բացել, իմ վախից, պատճառը ես եմ եղել, այնպես որ, պարոն Սարգսյան, այն որ հիմա լրատվական միջոցները ձեզ իմ շնորհիվ, որ ձեզ լուսաբանում են, գոնե մի խաբեք, ես գնացի, ստի թե դու գնացիր, յուրաքանչյուր մարդ, ով իմ խոսքերին չի հավատում, պետրեգիստրը վկա գնացեք վիդեոները հանել տվեք, հարցրեք, ասեք Արիանան եկել է, ինչ արել ու իրենց կուսակցությունը ոնց հաստատվեց, եղել է իմ շնորհիվ, դա մի կողմ, վերև Աստված կա։ Արտակ, քեզ ոչ մեկ չէին ճանաչում, ճանաչելիություն քո խոսքերին հավատալով ու դու տնային կալանքի մեջ լինելով։ Ես հավատացի քո խոսքերին, հավատացի, որովհետև ոչ նախկիններն եմ ուզում գան,
ոչ ներկայինս մնա, այլ հավատացի ես քո խոսքին, մենակ ես չէ, իմ հետ հավատացել է բժշկուհի Լիլիթ Կուջոյանը, իմ շատ մտերիմը լինելով ինքն էլ հավատացել է ինձ, Լևոն Հարությունյանը հավատացել է ինձ, քո հետ հանդիպել են, քո հետ կտերը մենք բոլորս էինք կերել կուրորեն, որ դու այն տղամարդն ես Ժողովուրդ ջան, հայեր ջան, դուք կուտ ուտողներին եք հավատում, դուք կուտ ուտողների հետևից եք գնում, նախ կուտ էլ չեն կերե, սա սարկած գործ է, ժողովուրդ ջան, այ միամիտ հայեր, ովքեր որ այս բոզերին, այս նայեք, հայոց պատմությունը այսենց լիվչիգով, կամբինացիայով, բաց ուսերով, գեյշայի, ճապոնական գեյշայի պրիչոսկով, այ դուք հավատացել եք, այս բոզերին, այս բոզերը ձեր հավատքը օգտագործում են, ու կուտ են տալիս ձեզի, հայեր ջան, ինչի դու կուտ ուտող ազգ ես հայ, դու կուտ ուտող ազգ ես, կտեր են կերծնում, ես էլ ախախ, ասեմ իմանաք, ես ձեզ 10 ամիս գովաբանեցին, զբաղվեցրին, հույս տվեցին, կուտ տվեցին, որ հայը աճ ու ձախ չնայի, չմիանա, չելնի ուշ չդառնա հայկական, հասկացաք, բերեցին հասցրեցին ընտրություններին, այս բեմադրությունը գնում է, որ ձեզ նորից թողնեմ փաստի դեմ, որ հիմա այդ ուժը Արտակ Սարգսյանին հավատացող ուժը արդեն, հիմա դրանք շիվար մնան, հիմա կսկսեն փրփրներն ընկնել, Քոչարյան, Տաշիր, Մաշիր, չեղած տեղից ձեր գլուխը հիմա մտցնելու են, գիտեք ինչ են մտցնել հիմա էլ, Նիկոլը 4-ը գյուղ խոստացել է, ձայնը տվեք նրանց, ով չի տալիս այդ գյուղերը, հիմա էլ հայերի գլուխը քծել են, ով չի ասե, որ գյուղ կդան, դրանց են ձայն տալու, հիմա էլ այդ կուտը պիտի ուտեք, հայեր, գնացինք առաջ, որ դու այն տղամարդն ես ճիպը դրսից եկած, որ դու կարաս փրկես, մեր երկիրը, այդ տեսակ ենք, մենք քեզ հավատացել ու նվիրված եղել, ու քո համար արել ամեն ինչ, եթե դու Արտակ ես դարձել, դու իմ շնորհիվ ես, արա, Արտակ դարձել, արա, Արտակ, Գեներալ լեյտենանտ Կենիայի թագավորի աջ ձերը, արա, Արտակ, Արիանայի բացած ճվերի շնորհիվ ես մարդ դարձել, հայազգ դուք ուր եք նայում, դուք ուր եք նայում, ում ճանգերն եք ընկել, հայեր ջան, դուք ում, ես որ կայնած ասում է հավատացի, բան արեցի, լավ ընդունենք հավատաց, ասել են նարկոդիլերա, նարկոբարոնա, ինչ գիտեք, որ այդ 3 տոննա նարկոտիկը, որ խոսում են Հայաստան ա մտել, ես 2 տարի, ում ջանին քաշում են տղեկներին այդ նարկոտիկները, պակիստանցիների յաշիկները, սա Հայաստանով մեկ նարկոտիկ են բաժանում, պակիստանցուն չեն բռնում, բերողին չեն բռնում, օգտագործողներին բռնում են, հիմա էլ ասում է 3 տարին սարքելու են 6 տարի սրոք, իբր թե հայերի մասին ա մտածում, որ չծխեն, որ տանեն տղեկներին, կոխեն ու կոխեն, հասկացաք, բերտերում սատկացնեն, ժողովուրդ ջան, ինչ գիտենք, որ Արտակ Սարգսյանը չի այդ 3 տոննա նարկոտիկ բերողը, դաշի լսեք, կղզիներում ասելա տուն ունեն, տները չեմ տեսե, հիմա ասում է դու ուներ տները չես տեսե, մենք ոնց են քեզ հավատացե, երևի ինչ որ մարդկանց համար ճանաչելի դարձնելու համար երևի լավ փող ա խոստացել, այդ փողը քծելա չի տվել, դերասանն են տեղից ա մռմռում, էսից տեղից ա մռմռում,
Գնացինք առաջ։ Հիմա դու իմ շնորհիվ դու տնային կալանքից դուրս եկար այս աղջկա շնորհիվ որովհետև երբ որ ես իմացա ինչ որ մի մարդ շատ բարեհամբույր խոսեց հանգիստ ձևով այս կողմ այն կողմ որ դրսում ես ապրել դու ես մարդն ես դու եկել ես փրկել քեզ սրբազանը փուրնա տվել Բագրատ բոլորիս դու այդ կուտը տվեցիր այդ կուտը տվեցիր բայց լուրեր են ըստ օթում պատտում որ դու հենց սրբազանի վրա գրել ես արա հիմա բոլորը հիշում եք ժողովուրդ խնդրում եմ գրեք ով է ճանաչել Արտակ Սարգսյան ով է ճանաչել ճանաչելիություն բերել եմ ես ուղիղ 9 ամիս եւ այդ կասկածանքները որ ինքը փուչիկ է իմ մեջ վաղուց էին առաջացել ես ամաչում էի որ ես սխալ քայլ եմ արել ու իմ հետևորդների մեջ հույս եմ ներշնչել նաեւ այդ հույսը իմ մեջ էր արթնացել այդ հույսը իմ մեջ էր արթնացել որ կարա ձևավորվի նոր ուժ ու փրկվի մեր հայրենիքը Իրան ասել են նարկոդիլերը, հետո կասկածները առաջացել, բայց ինքը 9 ամիս դերը տարել է, ճանաչելի է դարձրել գովաբանելով Արտակ Սարգսյանին։ Կուտա կերե ընդհանրապես ժողովուրդ ջան, շատ կուտ չեն կերե 18 թվից։ Այս բոլորը կուտ ու դողները ոնց են, որ սաղին կուտ են կերծնում ժողովուրդ ջան։ Իրանք որ կուտ ու դող են ինձ հետ է հայդակրկրում որ ելնում են ասում են կուտ են կերե սխալվել են բա այս սխալվող կուտ ու դողները ձեզ ոնց են կուտ կերծնում հասկացաք որ գործ են անում դեմ են տալիս հայ ասքեզի հետո ելնում են ասում են գներես կուտ կերա այդ հույսը իմ մեջ էր առաջացել 9 ամիս ես լուսաբանում եմ քեզ բոլոր թող իմ հետևորդները գրեն եւ թե իմ լրատվական կայքով եւ ես նաեւ խնդրել եմ իմ լրագրող գործընկերներին իմ լրագրող գործընկերների շնորհիվ եղավ որ բոլորին խնդրեցի ոտքի կանգնեցին քո նմանին լուսաբանեցին ու դու հայտնվեցիր ազատության մեջ եթե դու հիմա հայտնվել ես ազատության մեջ դա իմ շնորհիվ է եւ իմ լրագրող ընկերների շնորհիվ է դու անգամ մեկ օր դու իմ լրագրող ընկերների շնորհակալություն չասեցիր հիմա մոռացել եք ժողովուրդ որ գիշերվա կես ընկերուս հետ իր դատի օրներ որ հենց այդ օրը դատարանի առաջ ես գնացի բայց գիշեր իջել էինք եկեղեցու հայաթը գրել էի տվել ազատություն Արտակ Սարգսյանին ես չեմ Այսինքն գրել են պլակատին ազատություն Արտակ Սարգսյանին ու իրան շնորհիվ իբր թե նստած ա եղել բաց ա թողել ժողովուրդ ելեք եթե այդ մի պլակատ գրելով ա գրենք ազատություն Հայաստանին ջհուդներից հələ տեսնենք արանք հարց լուծենք հələ բեմադրությունները պատետիկ ելույթը մասոնական ժեստը նայում եք երկու մատին չի մոռանում եղել Արտակ Սարգսյան ոչ ձեր սիրուհին ոչ ձեր ընկերուհին ես ձեզ պարզապես հարգել եմ հավատացել եմ ձեր խոսքին բայց դուք ոտքից գլուխ փուչիկ եք խափեբա սրիկա եւ ես ոնց ձեզ ճանաչելիություն եմ բերել եւ իմ հետևորդները ճանաչել են չերես ինձ դուք նաեւ խափել եք իմ հետևորդներին ես միշտ իմ հետևորդներին խապեպայ սրիգային
կասկածելա, ներգայացրելա, հետևորդներին խաբելա, բայց մեղավորը Արտակ Սարգսյանն է։ Ժողովուրդ ջան, այդ այնց բաներ ա լինում։ ասել եմ ճիշտը։ Եվ ես թույլ չեմ տա, եւ ես իմ գլուխը չեմ կախի իմ հետևորդների առաջ։ Սրիկա։ Ու այն ստերը հեքիաթները, որ դու պատմում ես, երկու կղզի ունեմ։ Երկու կղզի ունես, դու բուկլետի փող չունես։ Դու ինձ համոզում ես, որ բոլորը դե էս են բացում, են բացում այդ գրասենյակներ։ Դրա մենք պիտի տարբերվենք, եթե դու փող ունենայիր, դու իմ ամբողջ Հայաստանը կառնեիր, երկու կղզի ունեցող։ Ծիծաղելի է, երբ որ դուք ասում եք, որ Մալդիվներում չեմ եղել, բայց Մալդիվներում երկու կղզի ունեմ։ Ձեր հիմար խելքով դուք մեզ եք հիմարացնում։ Բա Արիաննա Հովսիպյան, ասում ես ձեր հիմար խելքով մեզ եք հիմարացնում։ Բա ասում ես կուտը կերել եմ, հավատացել եմ, ժողովուրդին հավատացրել եմ։ Ժողովուրդ, դուք իրոք հավատում եք կղզի ունեցողները գկան հայ բանվորի, հայ գյուղացու, հայ վարկատու ազգի մասին իմացեք հայերը մնացել են, բոշեկը դարձել են բանկերի տեր, հայերը դարձել են պարտկերի, տոգոսների տեր։ Այդ Հավայան կղզիներից, Մալդիվների կղզիներից, թակավորի թուլափեսեն, եկել է իմն ու ձեր դարտը քաշի ժողովուրդ։ Հա? Նաև ձեզ ասել էի, եթե նոր ուժ եք, ոչ մի նախկին չպիտի լինի, ոչ մի նախկին ձեր ուժի մեջ, ձեր կուսակցություն ես չեմ մտել, ձեր ցուցակ ես չեմ եղել, որովհետև ես ինքս երկքաղաքացի եմ։ Ես ասել էի, եթե ես տեսնեմ ձեր ցուցակում Կուսակցություն չի մտել, որովհետև երկքաղաքացի է, 2 թե 3 գլուխ չանեցի։ Այդքան որ գրակ է դες, դու կուսակցություն չես մտնում, որովհետև 2 քաղաքացիություն ունես։ Ոնց է կուսակցություն բացում, 2 քաղաքացի ունեցող եւ վարչապետի տեխնացու եք սարքում։ Հայ ազգերիկ չխաբվես։ Հերիք չխաբվես, գիշեր-ցերեկ 8 տարի խոսում եմ։ Դու ոնց ես քո ճակատագիրը թույլ տալիս բոզերի ձեռը դնես, փոխանակ սատկացնես։ Հասկանում ես հայ ազգ, որ եկել է ժամանակ սատկացնենք այս բոզերին։ Բերավ ասма չեմ ամանջում, ու իրոք չեն ամանջում։ Այդ որ ինձ ասել են կարամարտ B լինի, գրել են, բայց հայրենասեր լինի, այս որ ասում է իմ հայրենիքի կռիվն եմ տալիս։ Ժողովուրդ ջան, սա որպես հայ չի կռիվ տալիս։ Սա Սերժի պրոյեկտն է, Քոչարյանի դեմն էլ ձևականա կռվում։ Սա մի անգամ գրեց, որ թե խոսած չեմ հիշում, որ Ռուսաստանում ունի շատ բարձր տեր ու տիրական, որ պիտի գնա Ռուսաստան, Մոսկվա 2 օրով հարցեր քննարկի գա։ Արա Աբրամյանն է ջհուդ։ Տեր ու տիրականն է, ժողովուրդ ջան։ Բա բեն ասում է կարա B լինի, բայց հայրենասեր լինի, բա այդ տրուբեն դնելու տեղ պիտի ունենա, չէ, որ ելնի այսենց շորտիկովա, յուբկովա, որը բացի փող աշխատի, դրա կռիվն են անում, իսկ հայն ասում է տրուբե դել դու ել, իհարգե իրան տրուբի տեղա պետք, բելի զավագներին,
Հայկի զավակներին պետքա ոչնչացնել, որ տրուբեն իրանց հետևը մտցնեն ու փող աշխատեն։ Շարունակենք։ Հեսա ցույց կտամ ոնց է սկսե ինքը Արտակ Սարգսյանին գովաբանել։ Եթե ես տեսնեմ ձեր ցուցակում ինչ մարդիկ, ես դուրս կգամ ձեր դեմ, որովհետև թույլ չեմ տա ինձ խաբեք եւ իմ հետևորդներին խաբեք, որովհետև իմ հետևորդները իր շնորհիվ ինձ են ձեզ ճանաչել։ Բոլորը գիտեին ու ասում էին Արիանայի Արտակ։ Ես եմ ձեզ մարդ սարքել։ Հայասկ, Հիմա եթե հայերի մեջ, ես դիմում եմ ձեզ հայեր ջան, եթե ձեր մեջ կան մարդիկ, որ իրոք հայ եք ու հետևորդ եք Արտակ Սարգսյանին, Արիանային, գոյնե այսօր գլուխս բարձին դրեք ու հարց տվեք։ Ամոթ չեք անում հայեր։ Մի մեկը, որ իրան տղամարդու տեղա դրե, բոզի շնորհիվ է հանդես գալիս։ Նմանների հետ հաց չեն ուտում, բարև չեն տալիս։ Ժողովուրդ, Ձեր ցուցակներում էլ մատորիստ։ Ինչ մի քանի հոգի նորմալ մարդիկ կան։ Մեկը մատորիստ է, մեկը այսինքն մատորիստը մարդ չի, դրանից է վիրավորվել, որ կուսակցության մեջ մատորիստ է մտել։ Տեսեք, ասում է։ խաբեք եւ իմ հետևորդներին խաբեք, որովհետեւ իմ հետևորդները իր շնորհիվ ինձ են ձեզ ճանաչել։ Բոլորը գիտեին ու ասում էին Արիանայի Արտակ։ Ես եմ ձեզ մարդ սարքել։ Հիմա հայտնվում են ձեր ցուցակներում էլ մատորիստ։ Մի քանի հոգի նորմալ մարդիկ կան։ Ինչ մի գիտնական, մեկը մատորիստ է, մեկը գիտնական է, ժողովուրդ ջան, այ, Ես իմով եմ, մատ խայտարակություն, դուք ոնց եք կարծում, ես պիտի հանուն, այս ստերի ու ամեն ինչի ես կանգնեի ձեր կողքը, ես ինքնասիրություն ունեմ, ինքնասիրություն, թույլ չեմ տա խաբեք, ես իմ հետևորդներից ներողություն եմ խնդրում, եւս մեկ անգամ ասում եմ, իրենք իմ մեջ հույս էին արթնացրել, որովհետև այո իհայտ էր եկել նոր դեմք, հավատում էի, վստահում էի, եւ ես ինձ հետաքրքիր է, այս ներողություն խնդրելով, այն զոյված տղեկը, այն զոյված պապիներն ու տատիները, որոնց անկաջներն ու վզերն են կտրում թուրքերը, այն բոլոր Արցախահայությունը, այն որ ջվուտներն եկել են ящիկներով, ինձ իրանք չեն հետաքրքրում, ժողովուրդ ջան։ Իրանք եկել են Հայաստան, արդեն այնտեղ պրոֆեսիոնալ դարձան, եկան հիմա Հայաստանը ստեղ դեմ տան, Սամոներն ու մնացածները։ Այդ հայերը, որ կեսը թողեց թուրքերի բերանը, թուրքերն այնտեղ ժիվոյ սպանեն։ Այդ երկու գյուղ, որ Աղդամիս ճամպեն բացեցին, մտան իբր թե բեռնատարներով օգնություն բերեցին եւ քնաբերով երևի սնունդեր կամ вообще թույնով է ու մյուս ֆորերով հայկական ֆորմայով թուրքերը մտան, որ երկու գյուղ մորտել են ու դուրս են եկել։ Սրանց ներողությունը Ռազդանի հողերից 600 հայ տղու գող թաղում էին, գնում էին, նկարում էին, հարձակվում էին վրես եռաբլուրում։ Սրանց ներողությունը, ժողովուրդ, ինչ ներողության մասին ընդհանրապես խոսք կարա լինի,
որ մեր գլուխն էլ փորձում են մծնեն, թուրքերը գոյնե ելնեն ներողություն խնդրեն, յա, սովործրել են թուրքն ելնի ներողություն խնդրի, սրանք էլ թուրքերն ելել են, մեզ սովործնում են ներողություն խնդրելով, քաղաքականությունով են զբաղվում, այսինքն մեր ճակատագրով։ Այդ հավատը նաև ներշնչեցի ձեր մեջ։ Ես ներողություն եմ խնդրում ձեզանից։ Արտակ Սարգսյանը խաբեբա է, մուտիլոշի, սրիկա, ստով Նիկոլն էլ եկավ նստեց աթոռին ու երկիրը քանդեց։ Այո, ես անձնական թշնամանք ունեմ Տաշիր Սամվելի նկատմամբ։ Երբեք չեմ թաքցրել, ճիշտը ասել եմ։ Չեմ սատարում ոչ նախկիններին, ոչ ներկաներին։ Ես հավատացի ձեզ որպես նոր դեմք, բայց ձեր գիծը տանում էր դեպի Նիկոլ հարգելիս։ Դուք անգամ ուզում եք, որ ձեր, ոնց ասեմ, այդ հաշիվները չբացվեն, որ դուք այդ 7.5 միլիոնը չմուծեք։ Հիշում եք ձեր խոսքը։ Լավ կլինի հետաձգվի։ Նիկոլն էլ է ուզում հետաձգվի։ Լուրջ եք ասում։ Ես ունեմ ինքնասիրություն։ Ես ստով առաջ չեմ գնում եւ թույլ չեմ տա իմ հետևորդները, էլի եմ կրկնում, որ իմ շնորհիվ ճանաչել են ձեզ, իրենք լինեն խաբված։ Իսկ թե Լսեցիք, չէ, ժողովուրդ ջան, որ Արիաննայի արտակնա, իրան շնորհիվա, որ ինքը ներշնչել է ձեր մեջ հավատք, Արտակ Սարգսյանի հանդեպ, գնացինք առաջ, նույն բանը հիմա շամպես հաճում է, հիմա մյուս ռոլիկը տեսնենք, ժողովուրդ ջան։ Ոնց է ինքը սկսել Արտակ Սարգսյան ձեզ գովաբանել, ներշնչել հավատք, բենով ասում է, չգիտեի ով է, իրան ասել են եւ YouTube-ում ինք տեսել է, որ նարկոբարոն է, հետո սկսել է կասկածել, բայց շարունակել է ներշնչել ձեր մեջ հավատք, ահա, հիմա Էս տեսնենք այս ռոլիկը։ Ուրեմն, լյուձի դոբրի է, երկոր առաջ իմ լրագրողը զանգահարում է Արտակ Սարգսյանի, ով Քենիայից էր ժամանել Հայաստան հայրենիքը փրկելու համար, չոտը, Նիկոլի Արբանյակ սուտի ընդդիմադիրները փուրը տվեցին այդ մարդուն ու հիմա այդ մարդը գտնվում է տնային կալանքի մեջ։ Որոշ մարդիկ ծանր են տարել մեր հարցազրույցը 2 օր արյունա, որ խմում են ինձանից, թե Բարյանը վտանգավոր են, թե Բարյանը գլուխը կուտեն, թե Բարյանը իրանք նարկոբարոններ են, արասատի լավը զզվցրի կարա։ Նույն այդ ձևել դուք խաղացել եք իմ անվան հետ, օրը մեկի սիրուհի սարքել, ինչ ասես իմ հասցեին լսել, ես գիտեմ, որ հիմա էլ այդ հարցազրույցից հետո սարքելու եք նարկոբարոնի սիրուհի, բայց գո, գիտեմ, վատ մի չի, չէ, ես էլ իրենց կխնդրեմ իմ նարկոբարով սիրեկանին, կուղարկի ինձ Սիցիլիա, կնշանակի ինձ որպես մաֆիայի պարագլուխ, դա իմ երազանքն է։ Արա դուք ես ինչքան անասուն եք ու անամոտ, իմ մոտ հարց է առաջանում, ես ինչի եք այտենց խառնվել իրար, ես ինչի եք այդ մարդկանցից այտենց վախենում, հա? Իդեպ ասեմ արդեն ինձ դզում է, դուք ինքները ձեզ վառում եք, որ այդ մարդիկ ուժեղ են, եւ ի վերջո, կարող է դուք կամ ձեր պապաներն են, արա, ֆինանսավորում իմ լրատվական կայքը, որ ես ձեր թույլտվությամբ հարցազրույց վերցնեմ, թե չվերցնեմ։ Ամոթ ունեցեք, ես այսքան ժամանակ ինձ թույլ տված կամ մտնեմ ձեր գործերի մեջ,
Ուրեմն դուք էլ շատ փոքր մարդիկ եք, որ ձեր քիթը խոթեք իմ գործերի մեջ։ Ես ինքս եմ որոշում ինչ ան։ Սա իրան գործերն է, ժողովուրդ ջան։ Տեսաք, ոնց նարկոբարոնին սարկում էր, որ իբր թե Իրանից շար են անում, որ ինքը բոզա, այտենց էլ այդ մարդուց են շար անում, որ ինքը նարկոբարոն է, տեսնում եք բոզը ոնց է լեզու թափում, բոզը ոնց է լեզու թափում, ժողովուրդին հարիվ ծնում, շատ հիմա բան եմ ցույց տալու ձեզ, ժողովուրդ ջան։ Որովհետև ես անհատականություն եմ, հասկացա՞։ Ուրեմն люди добрые։ Սա նայում ենք ում էջն է, նայեք, ահա, էսի, որ ասում են Արտակ Սարգսյանը, ահա, նայեք, Արտակ Սարգսյանի էջի վրա դրած Արիանայի վիդեոնա, որ իրան գովաբանում է։ Տեսակ, ժողովուրդ ջան, էս էլ Արտակ Սարգսյանի նկարն է, մի հատ հայ կողքը չկա, սաղ սևամորտ են։ Արտակ Սարգսյանը իրան էջին դրել է Արիանայի վիդեո ռոլիկը, որ ժողովուրդին կուդա տալիս, որ ոնց որ իբր թե շար էին անում Արիանան բոզա, այտենց էլ Արտակ Սարգսյանի վրա շար են անում, որ ինքը նարկոբարոն է։ Հիմա ստեղ նայեք, ժողովուրդ ջան։ Էսում ճանաչված ժեստնա Արիանան, ցույց չեմ տալիս հանգարց նկարեն, ասեն Մագդան էլ նույն ժեստն է անում, Հայաստանի քարտեզը, այդ ժեստի մեջ այրուձները ինձ թվում է այդ ժեստը նշանակում է կապկանի նման այրուձների բանն է, պաշտ հայերեն ոնց են ասում, ժողովուրդ ջան, այրուձների բերաններն է, որ Հայաստանը պիտի գզեն։ Հասկացաք, ինչ եղավ այս ռոլիկը։ Դուք տեսաք, Նիկոլը նոր է սկսել այդ ժեստը ցույց տալ Հայաստանի քարտեզն էլ մեջը, ճիշտ է, սրանք Արցախը դեր մեջն է, հասկացաք, միտքը այդ ժեստը, ժողովուրդ ջան, Հայաստանի քարտեզն էլ նույն Նիկոլի ժեստով, ասում են հագա Նիկոլեն։ Այ քեզ կորավ, չհասկացա այս վիդեոն։ Գույնը լավա հասցրեցի ձեզ այդ կանը ցույց տալ։ Եսա տեսնենք, տեսել ջնջեցին։ Տեսակ ժեստը։ Չէ։ Էսա նայեք, ժեստը նայեք, Նիկոլի ժեստով մի տարի ու կես առաջ սկսել է ինքը Արտակ Սարգսյան գովաբանել, հիմա հասկացաք հայեր, Արտակ Սարգսյան, Արիաննա, չգիտեմ այնտեղ իբր թե մտավորական բան, սաղ նույն Նիկոլի հետ գործ են անում Հայաստանը ոչնչացնելու գործ։ Հələ տեսնեմ են ռոլիկն էլ, եթե տա Աստված բացվի, այդ էլ ցույց տամ ձեզի ու անցնեմ դալշը։ Նիկոլի ժեստով տարիքես առաջ սկսել է նարկոբարոն գովալ վստահություն ձերք բերի ձեր մոտ հետևորդներ։ ժամանակը թանկ թվում Էսա տեսնեմ կբացի ժամերով իրար սիրում էինք մի ժամանակ ժամերն եմ հաշվում, որ հիշել քեզ դադարեմ 24 թիվն է։ ժամանակը հետ տամ ու քեզ պինդ Նայեք։ պատվեմ ժամանակը թանկ թվում էր ժամանակ ժամերով իրար սիրում էինք մի ժամանակ Դուք սրա փորից ներքև շարժումը տեսնում եք, որը բաց։ Դուք սրա շարժումը փորից ներքև տեսնում եք, եղերնա գնում, սրա խելքին է կնգե հայե, սրա խելքով բերած Արտակ Սարգսյանի խելքին է կնգել, ինձ էլ գրում ենք, թե Մագդա երևի ինքը ուժ է ներկայացնում,
Նիկոլագանները փնորում են, սաղ Նիկոլ են ծերածը ասելով, այ հայազգ։ Նայ, Ժամանակը թանկ թվում էր անժամանակ Ժամերով իրար սիրում էինք մի ժամանակ Ժամերն եմ հաշվում, որ հիշել քեզ դատարեմ Ժամանակը հետամ ու քեզ պինդ փաթաթվեմ Ժամանակը թանկ թվում էր անժամանակ Ժամերով իրար սիրում էինք մի ժամանակ Ժամերն եմ հաշվում, որ հիշել քեզ դատարեմ Ժամանակը հետամ ու քեզ պինդ փաթաթվեմ Զատո ոստիկանի ֆորմովա, ռոլիգի զակլատկեն ոստիկանական ֆորմովա, հայազգ, հալավա բացահայտել եմ հայություն չի ես կեղտը, ես կեղտը երկար պիտի տիմանա, ես զիբիլը շատ պիտի քո անկեղծությունն ու քո միամդությունը օգտագործի քեզ ոչնչացնելու գործում, հիմա գնացինք առաջ, հիմա անցնեմ նրան, որ ինձ գրում են, որ Մագդա դու համոզիչ չներկայացրիր, որ Արտակ Սարգսյանը, սենց ասեմ, ի վնաս Հայաստանին է գործում, Վարդան Ակոպյան իրան շատ ճիշտ ներկայացրել է, հիմա ցույց տամ ձեզի շատ շոկի մեջ հիմա դուք կընկնեք իմ հիմա վերլուծության համար, ժողովուրդ ջան, սա Վարդան Հակոբյանի ժեստն է, որ միշտ ուշադիր նայեք, իրանք շուտ իրանք ժեստը օգտագործում են, այս ժեստը Դավիթօգլու, նայեք, մասոնները իրանք ժեստերը, ժողովուրդ ջան, ցույց են տալիս, էդի պատահական ժեստիկուլացի չի, իրանք անընդհատ այդ ժեստերը, նայեք, սա Վարդան Հակոբյանն է, ասեմ ուրեմն իմանաք, առաջի նշանը, որ դեմդ զուդարուն ջվուդա, սա իրան թլոշ լինելն է, ժողովուրդ ջան, կարտավյատ, թլոշ են, Լենին կարտավիլ, Շուշան Պետրասյան կարտավիտ, միջդու պրոչ, թլոշ են, հասկացեք զուդարուն ջվուդները, թլոշ են, Պարկև Սրպազանն ասել է ֆրանսիական այբուբենի մեջ ղետար չի եղել, ղետար ռիվոլյուցիայից հետո մտցրել են ֆրանսիացիների լեքսիկոնի մեջ, խոսակցականի մեջ, որ իրանց ղեն, որ գ չեն կարողանում ասել, չտարպերվեն, որ էսի ջվուդներն են մտել, սարկել են իբր թե ֆրանսերենն այդեն, իմիջայլոց, Բաքվի հայության 95% կակ մինիմում Արցախահայություն էր, մենք ենտեղ անհնարին է Ղարաբաղցին չիմանայ իրան հայրենիքը ոնց է անվանվում, մենք ենտեղ ասում ենք Ղարաբաղ, ժողովուրդ, էգա Հայաստան լսեցի Ղարաբաղ, զարմաց ասի կարող է գրական լեզվով է այդենց, մարդիկ ասում են Ղարաբաղ, մենք Բաքվում ծնվել ենք մեր մենձերից, լսել ենք Ղարաբաղ, Ղարաբաղցի, Ղարաբաղ, Սմեշնի, սատ, ամեն ինչ, ամեն միրգն էլ կար, ջվուդները սարկին Ղարաբաղ, ռուսերեն տար ղ չկա, ղեն պիտի գրեն կ, սարկեցին Ղարաբաղը, սարկեցին Կարաբաղ, չորնի սատ, с русского переводит Կարաբաղ, թուրքերեն լեզվից, սարկում են չորնի սատ, միջև եվ խապնվես, հայ, միջև եվ, գնացինք առաջ,
Աստեղ մի քանի հատ Արիանայի նկարներից կարծեմ կա ցույց տամ։ Էսի գմտնեք ինչա գրած Ասատրյան եւ խայտարգության վերջը։ Ստորության եւ խայտարգության վերջը։ Արիանայի մասին հայերեն ուղղակի կլավիատուրա չունեմ հայերեն։ Խայտարգության եւ ստորության եւ խայտարգության վերջը։ Սա Արիանայի կերպարն է։ Նայեք, ում խելքին ընկել եք դուք։ Սա Արիանայի կերպարն է։ Սա հոդվածա ժողովուրդ ջան, այս զինվորականի, այս երկու երեխեն էլ հետը, այս մարդու կնգանա շարքից դուրս հանե, այս մարդը ստիպված գնացել ավտոն վառելա, PR արեցին, որ իբր թե բաներն են, ապոզիցիաներներն են վարե, մի բան մեր իրան PR արեցին, որ ինքը ենքան կրուտոյա, որ ազդեցի գա, ինքը իրոք Հագա Նիկոլա, այս մարդու տուննա քանդե, էսա ժողովուրդ, մի րոպե, տեսնեմ կխոշորցնի, այս խեղճ հայի, այս էլ երկու երեխեն, այս հայի տունը քանդեց, գնաց խեղճ մարդը ճարը կդրած ավտոն վառեց մուրը հանի, չգիտեմ դատված է, ազատված է, ինչա, չգիտեմ, այս նշանը չգիտեմ, կարող է այրուձի պաստնա, չգիտեմ, իբր թե Հայաստանը պիտի գզի մեզի որպես սրդիկ են ներկայացնում ժողովուրդ ջան, էսա, խունջիկ մնջիկ եղնելով Արտակ Սարգսյանը ձեզ ներկայացրե Նիկոլի ժեստով, նայեք, տարիքես առաջ, տակ, էսի ձեզ ցույց տվեցի, էսա, նայեք Հայաստանի քարտեզն ուղղակի Արցախը մեջնա, Նիկոլի ժեստով, էսա, էս էլ էսիա, էս էլ էս ուրոդնա, նայում եք, նույն ժեստով, էսի ձեր Արտակ Սարգսյան, Արիանայի Արտակ Սարգսյան, թքեմ են տղամարդու երեսին, որը կնիկ բոս կնոջ միջածով հանդես է գալիս, էս էլ նույն ժեստով, նայեք, Ջվուդ Հնդիգը, Հնդկաստանի ղեկավար եւ Մակրոնը, Արիանան նույն ժեստով, Արտակ Սարգսյանը ձեզ բերել, տակ, անցանք առաջ ժողովուրդ ջան, Վարդան Հակոբյանից խոսամ, ուրեմն գոյություն ունեն նկարներ, որ պատահական, փողոցում կարան, չգիտեմ, ակցիայի ժամանակ, միտինգի ժամանակ, պատահական նկարներ լինեն, որ կող ու կուշտ կայնած լինեն միամիտ կամ հարսանիքում, չգիտեմ, բայց նկարներ կան, որ մարդիկ կայնում են իրար հետ հադուկ նկարվում են, ես ձեզ հիմա ցույց կտամ մի նկար, որ Վարդան Հակոբյանը նկարվել է, այս նկարը, Վարդան Հակոբյանն է, կինն է, Սեֆիլյանն է, կինն է, են էլ Փոստանջյանն է, նայեք ժողովուրդ ջան, հադուկ ուրախ զվարթ նկարված է, տեսաք, ես նկարը կդնեմ զամետկաների մեջ, վիդեոկադրերը լավ ցույց չի տալիս հեռախոսս, չգիտեմ, մարդիկ նեղվում են, ես զամետկաների մեջ դնում եմ նորից նկարները, ժողովուրդ ջան, դուք տեսնեք, այսինքն Վարդան Հակոբյանը, իրան կնիկը, Փոստանջյանը, Սեֆիլյանը, իրան կնիկը ջիգարով ախպերական կայնի նկարվել են, այսինքն սաղ իրար հետ են, Վարդան Հակոբյան իրավունք ունին, էլի ասի ներողություն, ամեն օր, ժամով, ելնում է եթեր, եթե ուշանան ասում են ներողություն, գործ են անում մարդիկ, պալիտոլոգ են հանդես գալիս, տարիներ շարունակ իրանց իրավունք են վերապահել, որ խոսք ասեն ազգին, ազգ են տանում իրանց հետևից,
ժողովուրդ ջան, երամը որ գնում է, այդ առաջինը պատասխանատվություն է տալիս մնացածի համար։ Ուղղություն է ցույց տալիս։ Նույն պոլիտոլոգ, նույն մտավորականները, ովքեր որ իրանց իրավունք են վերապահել, ելնեն կարծիք ասել, ես պատասխանատվություն եմ կրում, ժողովուրդ ջան, ես իմ վրա պատասխանատվություն եմ վերցրել ձեզ խոսք ասելու։ Այս կանցերտ չի, ժողովուրդ ջան, հիմա Այն որ Սեֆիլյանի կնիկը Ղարաբաղցիների մասին լկտիաբար խոսածել էր, գրառում էր արել, սաղց գիտեք, Սեֆիլյանը հաստատ երկրի ղեկավարներին կամ էքս-պրեզիդենտներին այսենց մոդիկ դոստով ոչ մի ախրանա չի տա։ Դուք հիմա որ տեսնում եք Նիկոլին մոդիգանում են, մեկը կրոլիկ է ուզում բազմացնել, մեկը երեխա է ուզում հղիացնի, մեկը չգիտեմ ինչ։ Սա բեմադրություն է, մեզ էշ ներկայացնեն, հաստատ իրան ոչ մեկը դոստուկ չի տա, գնացել է երեք իբր թե արցախցիկին, խաչը ստեղ, փաթվել է Նիկոլի փորը բաց չի թողնում, ախրանան հանգիստ կայնացա։ Ժողովուրդ, այս թլպատվածի մի մազը որ ծռվի, ախրանան սաղ չի մնա։ Դուք հավատում եք, որ Արցախի ղեկավարությանը գողացի տարել են, պլեն են տարել, բա այդ ախրանան տարիներ շարունակ փող են ստանում, պատասխան, այդ ուր է այդ ախրանան։ Սկի ոչ մի ղեկավարի ախրանան սիգնալիզացին չմիացավ, ոչ մեկն էլ պլեն չեն, ժողովուրդ ջան։ Արցախի ղեկավարությունը գերի չի։ Հիմա քորի հետ, նայեք, Սեֆիլյանը ախպերություն է քորի հետ։ Սեֆիլյանը էսի հայի տեսքա ժողովուրդ ջան։ Նայեք այս թուրքի մոջախետի տեսքը, էսի հայա, էսի որ 90-ականներին ծանր վիրավորներ եղելա չի թողե տանեն, էլի փռվել են ասիլկեկներին, որ իրան տանեն հարվածների տակից իբր թե վիրավորա։ Ծանր վիրավորներ մնացել են պատերազմի դաշտում։ Հիմա Սեֆիլյանի տղեն Նիկոլ Փաշինյանի ախրանայի մեջ ամիջապես Նիկոլի հետևն է պահում իրան մարմինի, իրան կյանքի գնով։ Սեֆիլյանն էլ գրառում է արել, էսա նայեք պոստը, էսա, էս էլ գտնեմ զամետկաների մեջ, որ լավ տեսնեք։ Ժիրայր Սեֆիլյանը զգուշացրեց վարչապետի հրաժարականին սպասող ուժերին, այդ շրջանակներ, որոնք սպասում են այդ պահին, որ ինչ որ մտադրություններ ունեն, օգտագործել այդ պահը և ցնցումներ առաջացնել մեր երկրի ներսում, զգուշացնում ենք այս ուժերին, որ մենք մեր ժողովրդի հետ միասին ամբողջությամբ նեցուկ ենք կանգնած Նիկոլ Փաշինյանին և ոչ ոք չի կարողանալու սասանել Փաշինյանի դիրքերը։ Քորի թուլին տերակայնում ազգով տագով։ Վարդան Հակոբյանը Սեֆիլյանի հետ ջիգարով նկարված է ժողովուրդ ջան։ Պոլիտոլոգ է։ Ոնց կարա ինքը սխալվի, չիմանա Սեֆիլյանը ով է, գնակայինի հետը նկարվի։ Հա, պարզ չի, որ նույն նավի միջից են, նույն տեղն են լողում, նույն տեղ, в одну и ту же сторону гребут։ Գնացինք առաջ, Փոստանջանն իրանց հետն է նկարված,
Ով է Փոստանջանը, հետաքրքիր է։ Փոստանջանը նկարված է գրգախը վաբնիմկու, հա, էսա։ Մադլեն Օլբրայթի հետ։ Ձեր կարծիքով պատահական անցորդը կարար սենց փաթաթվեր իրան լավ զգալով, գլուխը նայեք ոնց է հբարտ տնկել, Մադլեն Օլբրայթի հետ նկարված։ Հիմա քննարկենք Մադլեն Օլբրայթը ով է։ Աշխարհը գիտի, որ Մադլեն Օլբրայթի անունը առաջնագծում է օրգանների վաճառքի մեջ, ժողովուրդ ջան։ Բոլորս տեսել ենք, մտել եմ հիմա, չեմ կարա գտնեմ, հոդվածները, նկարներով, Սիրիայի երեխեքը ֆուրերի մեջ, սաղ, որ օրգանները թարմ լինեն, շկոջով կապած, ֆուրերի մեջ որպես ապրանք լցված իրար վրա, և Թուրքիայում սեղանների վրա ոնց են այդ երեխեքներին փրտում օրգանները առանձնացնում։ Մադլեն Օլբրայթը գլուխգործոցն է այդ գործի։ Չերես Թուրքիա այդ երեխեքների օրգանները գնացել են Իսրայել, գործը հասել է այն մասշտաբներին, որ դրանով զբաղվում են Իսրայելի ռավինները, որ իրանց դադել են։ Իհարկե մենք չենք հավատում, որ իրոք դադեցին, մարդկության բերանը փակելու համար, բեմադրություն արեցին դադակնում, հոդվածները գրեցին, հիմա Մալդիվյան կղզիներ կամ Հավայան կղզիներ, մասոնական կղզիներում վայելում են իրանց կյանքը։ Հիմա մտածում ենք, շարունակում ենք։ Իհարկե Մադլեն Օլբրայթը մենակով չի անում, իհարկե բոլոր երկրներում, ուր գծում են պատերազմ, դուք տեսել եք Ուկրաինայի նկարը, իբր թե Իսրայելից տրանսպլանտոլոգները գնում են օգնության։ 3 օր առաջ գրեցին, որ Ուկրաինա Եվրոպայից ուղարկեցին մոբիլնի կրեմատորիաներ, գոռում է, սրանք գնում են, որ այդ խեղճ զինվորներին փրտեն, օրգանները հանեն, մնացած մարմինը վառեն։ Տարածեցին լուր, որ թեթև վիրավորներին Զելենսկին ուղարկում է Եվրոպա բուժվելու, մարդիկ գրում են տարան բուժվելու չկան։ 700,000 ոնց որ 15 թվին մեր երեխեքներին են տարել ամերիկացիք, ջվուդները, նույնը Ուկրաինայից սուրբ թիվ 700,000 երեխա են տարել, չկան, պարզվեց 212 թվին 200,000 երեխա են տարել, Ուկրաինայից չկա, նույնը աղազանգում են Ռուսաստանից, ցանցա բոլոր երկրներում, ժողովուրդ ջան, Մադլեն Օլբրայթը մենակ չի կարա աշխատի, ամեն երկրում ունեն իրանց խումբ, ունեն խումբի ղեկավար, որը կոորդինացնում է արդեն այդ երկրներում, որտեղ որ ակտիվնի ֆազա է գնում պատերազմ, անցնում են արագ ձևով այդ գործողությանը, Մադլեն Օլբրայթի հետ Փոստանջանը նկարվել է, մարդ եմ մտածում եմ, կարող է ստեղի մասնաճյուղի ղեկավարն է, բա 100 հատ սկորի ցույց տվեցին, Չինաստանից եկավ, Հայաստան, Պաչիմուտը պատերազմից առաջ, Արցախ գնացին, որ օրգանները տանեն, ժողովուրդ ջան, են Մարինա Խաչատրյան, բան, որ ներկայանում են, որ նեյրոխիրուրգ են, շտապ գնացին Արցախ իբր թե մեր տղեկներին վիրահատեն, Մարինա Խաչատրյանը սաղոր փողոցներն ընկած, Դոգի բանի հետ, Արտակ Գալստյանի հետ, ցույցեր են անում, Խիրուրգը պիտի ամեն օր պարապվի, ոնց որ դաշնակահարն է պարապում, նեյրոխիրուրգը, ժողովուրդ ջան,
դա սոտովի части միլիմետրին իրան ամեն շարժումը կարևոր է։ Ինչ իմանամ Արցախի գերիներին, թուրքերը, որ մեջքից խփել են մերոնց հայկական ֆորմով, հայկական պասպորտով, ժողովուրդ ջան։ Ինչ գործ են անում, ես ինչ իմանամ։ Բա 100 հատ սկորի բերին, հիմա էլ ասում են սկորի կանչելուն 7 թե 10 կանչը ձրի յա, Էսկանից հետո արդեն փող պիտի մոծես սկորին կանչելու համար, սկորին քիչ է Հայաստանում պարզվում է հիմա էլ 100 հատ, դուք գիտեք Չինաստանը չինացիքն են կառավարում, դուք իրոք հավատացիք, որ կարմիր բոլշևիկյան դրոշակը Չինաստանին, նույն Թուրքիայի կարմիր դրոշակը Չինաստանը կառավարվում է չինացիքներով, դուք իրոք հավատացիք, որ Չինաստանը ունի 1 միլիոնանոց բանակ, տասնյակ տարիներ 1 միլիոն զինվոր է կերծնում, սաղ PR է ձեզ վախեցնելու, Էնդեղ մի հատ ռուսերեն տար դուք չեք տեսնի Չինաստանում, Էնդեղ մի հատ անգլերեն տար չեք տեսնում, սաղ իրանց կարմիր շարիկներ, դրոշակներ, ֆլագներ, դրակոններ, բայց տնտեսություն ու քաղաքական դաշտը նույն ջհուդների ձեռն է ժողովուրդ ջան։ Հիմա Փոստանջանը փաստացի Մադլեն Օլբրայթի հետ նկարված է, շատ կասկածելի է, օրգանների գործանողի հետ, եթե մարդ ասма скажи, кто твой друг, я скажу, кто ты։ Եթե Փոստանջանը զբաղվում է խաղաղանությունով, տարբերակ չկա ինք չիմանա Մադլեն Օլբրայթնովա, են որ ասում է Իշտոյանը ռուկոյ պատրոգլ, Մադլեն Օլբրայթի հետ կայնածա նկարվում է, կարող է պատահական անցնում էր նկարվեց, իհարկե ոչ, իհարկե Փոստանջանը գիտի Մադլեն Օլբրայթնովա, իրան լավ զգալով նկարվել է հետը, նայեք, կարող է Վարդան Հակոբյանը չգիտի Մադլեն Օլբրայթնովա, Փոստանջան ովա, Սիֆիլյանովա կայնում են իրար հետ նկարվում են ժողովուրդ ջան, սաղ նույն կուտոքն են։ Հիմա, ես էլ Նարե Սոսենա, մի հատ Արկադի Տեր-Թադևոսյանի կողքն են կայն է նկարվել են, ու մամուլը տարածում է, որ ինքը կռվել է Արկադի Տեր-Թադևոսյանի հետ, չգիտեմ ինչ, ես դրա նկարները սատանիստական ձեզ ցույց կտամ, դե հիմա նայեք, ոնց են ձեզի Անժոյի դուքյանում Փոստանջան, Նարե Սոսե, են էլ զինվորի իբր թե զոյվածի մայր, են մեկին ռոժը չեմ հիշում ով է, այսենց, նստած մամուլից ձեզ խապում են հայեր։ Ես էլ Փոստանջանի սովետական աստղը գլխի վերև տեղ ունի, նայեք ոնց է նկարվել, իրան տան մեջ նոր տարվա, մարդիկ մոռացել են այդ աստղը, Փոստանջանը հավատարիմ է։ Գիտեք մեգելով է հավատարիմ այդ աստղին, Տրչելի Ավիցյան, որ ինձ ասեց, если хочешь знать, я в Бога не верю, ասեցի, а тогда зачем носите крест։ Գիտեք, որ ինձ երբ որ ես ասեցի, ես իմ կամսամոլսկի բիլետը ճղել եմ, ասեց, ты что, я до сих пор храню Советский Союз, Советский Союз 2-0 են խաղցնում, ձեզ խապելով հայեր։ Ես էլ Փոստանջանի, այս նկարի վրի, աստղը գլխին, մի րոպե, աստղը գլխին, աչքը դոշին, ժողովուրդ։ Հերիկա մի ամի դլնեք հայեր։ Ես էլ Սեֆիլյանի մասին Ամերիկայում այս կազմակերպությունը որ կա, ինքը ֆինանսավորվում է Թուրքիայի ու ջհուդների կողմից ու Սեֆիլյանին ֆինանսավորում են իրան գործնեությունը։ Եղավ Վարդան Հակոբյանը սաղ նույն կուտոքն է,
նույն թլոշնա։ Էս էլ Ղումաշյանի մասին ժողովուրդ ջան, որ ինձ հայերը գրում են, որ սենց սիրոզնի մարտաբան, ուրեմն այն վիդեոները 2021 թվին, որ քծեցին թուրքերը իբր թե մեր հայ տղեկներին, քացիներին, վեդևներին տվեցին հայերը փախան, սարկած վիդեորոլիկ էր հայերը կատաղացելան հրապարակ, ծխեցին է ցույցն էլ։ Ղումաշյանը լավ ռոլիկ նկարահանեց, всё էլ չի դիմանում, որ ինքը 90-ականներին կռված է, սաղ իրան տղեկներին հավաքում է, գնում է в общем Նիկոլին ծխի էլ նոմա Հայաստանին տեր կայնի։ Հետո առաջացան Աղդամի քարտեզների հարցը։ Թուրքերը ստեղի իրանց բոզերի լամուկներին, որ իբր թե պլեն ուղարկում են Ադրբեջան, Նիկոլն էլ նոմա ելույթ է ունենում, որ տղեկների կյանքն ավելի կարևոր է, քան թուղթը։ Թուղթը տանք, տղեկներին փրկենք, բերենք, ինքը ազգի մասին մտածող է։ Ղումաշյանն է լավ Նոյան տապանից խոսած, այո Նիկոլը ճիշտ է, տղեկների կյանքն ավելի կարևոր է, քան քարտեզները։ Զամինիրովնի դաշտի քարտեզները Աղդամի։ Տղեկներին բերեցին ավտոբուսներով, փորերը, Ղումաշյանն էլ է հիմա այսենց փորով, ժողովուրդ ջան, երեկվա դերասանի փորը, որ ցույց եմ տվել, դի զերո է դրա Ղումաշյանի փորի դեմը։ Բերին թուրքերին, Ալիև լավ կերծրե, ծամանները բերան իրանց, ավտոբուսից իջնում են, Դավուլ Զուրնով, Շիրակի մարզի գյուղերի գյուղացիք վդրուկ հարուստացան, հարսանիկով իրանց տղեկներին դիմավորեցին, բանտիկները կապած ավտո նվիրեցին, իբր թե ծնողները պլեննիկներին այդենց դիմավորեցին։ Ալիևը փողերն ուղարկեց, ավտոներն արան, քեֆն արեցին, որ ոչինչ չանելով հողեր հանձնվեցին։ Տեսակ ինչ խաղեր են խաղում։ Ղումաշյանն էլ ասեց Նիկոլը ճիշտ է ասում։ Թուղթա, քարտեզա տան կարևորը կյանքն է տղեկներին։ Այդ Աղդամի սահմանի համար Ռավինին ներկայացրին, որ ռուս է, որ ինքը բիզնեսմեն է։ Հետո վիդեոն քծեցին ոնց է հայերին ձեռ առնում, որ ինքը ռուս է, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, շատ է մտահոգ Արցախահայության համար, որ շրջափակման մեջ են, ինքը իբր թե իրան բիզնեսները վաճառեց, ֆուրերով սնունդա բերելու Արցախահայության համար, Աղդամի Զամինիրովնի տարածքները մինաները հանել են, ճամպ են բացել են, մի հատ էլ բուլդոկին են քծել, որ մենակով պահելու է Աղդամի ճամպեն, ոչ մեկը թող չգա։ Ուր է այդ բուլդոկը, երկեր էր ձեր մի ժամանակ երկում, կորան, իհարկե կկորեն։ Աղդամի սահմանով Ռուսաստանը իբր թե ռուս բարերար իրան կարողությունները սաղծախեց, ֆուրերով Թուրքիայի լագատիպներով մտնում են ավտո Արցախ, ֆուրերը, հայերին ինչ են կերծնում, քնաբեր թե ընդհանրապես մահաբեր, երկու գյուղ մորտում են, դրանից հետո Արցախի Ստիպանակերտին կից 100 տոննանոց ցիստեր են տրակցնում, Աննա Աբրամյանի աղբերը էլ նոմա միջև հիմա ասում է այդի վայենի պահեստներ էր, լուրջ, վայենի պահեստի 100 տոննանոց ցիստերը ինչ գործ ուներ, որ պատզեմնի պիտի չլիներ, այլ նազեմնի լիներ, ու ինչի պիտի ասվեր ամեկին մի շիշ, այսեն շիշ, բենզին ենք տալիս, որ
ինչքան տղամարդ կա ընտանիքում, սաղ գնային կայնեն, որ բենզին առնեն, որ ելնեն ճամպա անգնեն Հայաստան ու դրեցին տրակցրին հայերին։ Իհարկե ջվուդները իրար խաբար են տվել, որ հանգարտ չգնա։ Էդի Ղումաշյանի արած գործն էր ժողովուրդ ջան։ Հասկացաք։ Ինչ գործեր են անում, մի հատ նկարել ցույց կտամ, որ Կարեն Արեյանի մասին սաղը արդեն գիտեք, ժողովուրդ ջան, որ բոս ջվուդա, են Անժելա Սարգսյանի նկարները, որ դրվել էր, ժողովուրդ ջան, սա կռիվ չի եղել, որ նկարները դրել է իրար մեջ, ինչ որ նադեն ենք, ինձ կներեք սեքս անելու ժամանակ, կրուպնիմ կադրում նկարել են, իրար անում են, Էրգուսով նկարում են այդ ամեն ինչը, սա պորնոգրաֆիա է եղել, որ փող աշխատեն Էրգուսով, Գորիգի օրով մեր KGB-ն 10 րոպեից ինտերնետի միջից բացահայտել են, ձերբակալել են դատու դատաստան ա եղել, ներկայացնում են իրար մեջ կռվել են, իրար դեմ ինչ-որ նկարներ են գցել, պորնոգրաֆիայով են ուզեցել զբաղվել, ով ա սեքսի ժամանակ դնում ա կրուպնին պլանում իրանց արածը նկարում ա, հերիկա, էս էլ Ղումաշյանը, ահա, միացել ա, Կորյուն Ղումաշյանը եվս միացավ, մի րոպե, Կորյուն Ղումաշյանը եվս միացավ վերածնունդ շարժմանը, հասկացաք, մի քուրդ էլ էսի ա, ներկայացնում ա իրան, որ իբր թե զենք արտադրում, Նիկոլը սաղ զենքերը տվեց թուրքերին էգա, մեր երկրում զենք են արտադրում ժողովուրդ, մեր երկրում մեր համար զենք են արտադրում, փողեր մերակ ուղարկելով, այսօր ես կան ժողովուրդ ջան, իմացեք ով կա ով, հարց տվեք ձեզի, ինչ ա կատարվում, ով ինչ ա շնչում, Աստված ինֆորմացիան կդա, շնորհակալություն հայեր ջան, ես գիտեմ, որ մենք կհաղթենք, ես գիտեմ, որ մենք կհաղթենք, ես գիտեմ, որ ճշմարտությունն ա հաղթելու ստին, հասկացաք ժողովուրդ ջան, ձեզ խապում են, մեզ խապում են, որ գեղեցկությունն ա, կրասատա սպասյոտ միր, աշխարհը կփրկի ճշմարտությունը, ամբողջ աշխարհը խեղդում են ստով, աշխարհը կփրկվի ստից, միայն ճշմարտությունով, բարին Աստծուց վերևն Աստված, մենք կհաղթենք հայեր ջան,